Եթե մենք ուրիշ անով հավաքվենք, հաստատ Տեր Հիսուս այստեղ ներկա չէր լինի։ Բայց մենք հավաքվել ենք այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, փառք Տիրոջ ասենք, ասենք փառք Աստծուն։ Ինչ վերաբերում է, ես չեմ ուզում գովել, որովհետև ովքեր ինչ որ ծառայություն որ արել են, որոնք իրոք որ տրամադրել են, գումար են դրել, չարչարվել են, աշխատել են, այդ բոլորը Աստծո փառքի համար է։ Այդ բոլորը հոգիների ապաշխարության համար է։ Ինչպես մի հատ եղբայր ասում էր, ես կարտացել եմ, ասում եմ, ով որ Աստծո տան վրա մի քար ավելացնի, Աստված իր տան վրա 100 քար կավելացնի։ Ինչ որ անում եք Տիրոջ անունով, Տիրոջ փառքի անունի համար, որպես դրանով Տերը փառավորվի, դա Տիրոջ հաճելի է։ Վարձքը մեծ կլինի։ Թող Աստված օրհնի։ Հովիկից բռնած չեմ ուզում բոլոր նրանք, որոնք մեծ ներդրում արեցին, թող Աստված փառավորի։ Մեր արժանի է փառքերի կորստներին։ Ինչ վերաբերում է Քրիստոսով եղբայրներ քույրեր, աստվածապաշտությունը շատ գերագույն բան է։ Շատ սքանչելի բան է։ Գիտեք ում համար, նրանք որոնք խորապես են հասկացել, որոնց Սուրբ Հոգի խորն է բացել։ Եթե մենք նայում ենք Պետրոս առաքյալը իր մարգարեական խոսքում հետևյալ է գրել. ինձ համար եւ ձեզ համար։ Ինչ որ ես կարդում եմ, դա ինձ էլ է վերաբերում, ձեզ էլ է վերաբերում, որը գրված է երկրորդ ուղտ Պետրոս։ Ինչ կլինի, որ գնաք տները, բոլոր եղբայրների խոսքերը, որոնք որ ավետարանից խոսեցին, գնացեք նորից կարդացեք, մանավանդ այս խոսքն էր։ Երկրորդ ուղտ Պետրոս, առաջի գլուխ ես պետք է կարդամ երկրորդ խոսքից, առաջի գլուխ երկրորդ խոսքից, շնորհք եւ խաղաղություն ձեր վրա ավելնա Աստծո ու մեր Տիրոջ Հիսուս գրված է Տիրոջ Հիսուսի գիտությունով է։ Ինչպես իր աստվածային զորությանը կենաց եւ աստվածապաշտության վերաբերյալ, որը վերաբերում աստվածապաշտության վերաբերյալ գրված է վերաբերյալ ամեն բաները մեզի տվեց, ինձ եւ ձեզ մեզի տվեց, այդպես է գրված, մեզի տվա անոր գիտությունով է, որ մեզ գրված է փառքով ու առաքինությունով հրավիրեց։ Ինչ գերագույն բան է։ Ով է հրավիրել մեզ փառքով ու առաքինությունով։ Ով է հրավիրել։ Մարդը, եղբայրը, հովիվը, սպասավորը, դարել Քրիստոսը։ Մեզ բոլորից գրված է փառքով առաքինությունով հրավիրել։ Կարդում եք շարունակությունը, որոնցմով ուշադիր եղեք ամեն մի խոսքի, որ մարգարիտ է, որոնցմով ամենամեծ, այսինքն դրանից մեծ չկա, որոնցմով ամենամեծ ու պատվական խոստմունքները տրված են մեզի, Պողոս առաքյալն ասում է, ինձ եւ ձեզ, ինձ էլ է տրված, ձեզ էլ է տրված, մեզի նշանակում բոլորիս, մեզի, որպեսզի ասոնցմով աստվածային բնությանը հաղորդ լինենք աշխարհի մեջ ցանկությունը եղած ապականությունները փախչելով։ Չի գրված աստվածային բնությունը տեղյակ լինենք, աստվածային բնության համաձայնենք, գրված է հաղորդ լինել։ Ինչպես Պավել եղբայր շատ անգամ վկայում է, որ Սուրբ Հոգին ասել է, ուզում ես իմ հետ լինես, իմ մեջ լինես։ Որն ավելի գերագույն։ Մեջ լինելը։ Աստվածային բնությանը հաղորդ պետք է լինենք։ Սուրբ Հոգին այդ աշխատանքն է տանում ինձ համար եւ ձեզ համար, պատրաստելու Տիրոջը դիմավորելու։ Կգա ժամանակը, մարգարեական խոսքը պետք է կատարվի։ Ժամանակ չի ունենա մեկն ասի գնա հանդերձը փոխի։ Մտի տունը, այգուց գնա տունը, դա պետք է լինի վարկանական։ Քո հարցերը պետք է հիմա լուծես։ Վաղորը մեր օրը չի։ Եղբայրներ քույրեր, Աստված օգնի, որ հետ ոչ մեկը հետ չմնա։ Մյուսն է ուզում կարդալ ժամանակի պատճառով, որ սա գրված է Եբրայեցիս, Քրիստոսով եղբայրներ քույրեր, Եբրայեցիս փաստորեն 12:28-ում։ Կարդում եմ ինձ համար եւ ձեզ համար, Եբրայեցիս 12 գլուխ 28 խոսքից։ Ուստի անշարժ թագավորությունը առած լինելով, ամուր բռնենք անշնորհքը, ուշադրություն դարձեք շարունակությունը, որով զաստված պաշտենք, ինչպես զաստված պաշտենք հաճույական կերպով, ոչ թե մարդկանց հաճելի լինելով, ոչ թե իրար հաճելի լինելով, այլ գրված է Աստծուն հաճելի լինելով, հաճույական կերպով, ակնածությամբ եւ բարեպաշտությամբ, վասնզի մեր Աստվածը
մաշող կրակ է։ Մի բան իմացեք, որ մեր Աստված է եւ սեր է եւ մաշող կրակ է։ Եղբայրներ եւ քույրեր, Աստված բաց էս խոսքերը, որ մենք խորապես հասկանանք, այո։ Եթե սովորաբար մի մեկը որ գնում է մի հատ ղեկավարի մոտ, մեծ պաշտոնավորի մոտ, նա երկյուղած է, նա զգուշ է, հանկարծ մի հատ սխալ թույլ չտա։ Նա մոտխած է, նա շատ երկյուղով մոտենում, շատ հարգանքով մոտենում, որտեղ մտնում այդ մասնավոր մոտ։ Եթե այսօր մենք հասկանանք Քրիստոսի խոսքը մածան երկար այստեղ, մենք ինչպես պիտի իրան պաշտենք, ինչպես կարտացին, ակնածությամբ, բարեպաշտությամբ, երկյուղացությամբ, եղբայրներ քույրեր, փափագելով Տիրոջը։ Հաճախ իմ աղոթքի մեջ անկեղծ եմ ասում, Իրանի հավատացյալին, որը Տիրոջը շատ է սիրում։ Դու Իրանի հավատացյալ ես, Իրանել ես դու։ Դու Իրանել ես, որ Տիրոջը շատ է սիրում։ Մի բան ուզում եմ ձեզ ասել, նախանձի ավելի կրկնել։ Հաճախ իմ աղոթքի մեջ գիտեք ինչ եմ ասում։ Դուք եք նախանձավոր եղեք, այնպես որ եկեք անցեք առաջ։ Ես զգտում եմ։ Ուզեք թե չուզեք, ես զգտում եմ։ Իմ աղոթքների մեջ շատ ասում եմ Տեր։ Ես ասում եմ Տեր, սերը մի կողմանի չի լինում։ Ընտանիքում եմ որ սերը մի կողմանի է, այդ ընտանիքը լավ չի կառուցվում։ Սերը մի կողմանի երբեք չի կարող լինել։ Ասում եմ Տեր Հիսուս, դու ինքան շատ սիրեցիր ինձ։ Ինձ ոչ թե միայն ինձ սիրեցիր, ինչքան բոլոր մարդկության։ Դեպք այնքան շատ սիրեցիր, որ ինձ համար քո կյանքը զոհեցիր։ Սիրո արտահայտություն ահա գործնական։ Ասում եմ Տեր Հիսուս, բա իմ կողմը։ Ես էլ եմ ուզում քեզ շատ սիրել։ Քո սերը մի կողմանը չի լինում։ Ես էլ եմ ուզում քեզ շատ սիրել։ Ասում եմ Տեր ջան, ինչ կլինի, այնց արա, ինչքան աշխարհում հավատացյալ եղել, ինչքան որ պետք է լինեն։ Իմ հավատացյալները, այնքան հավատացյալը միջից ովքեր որ քեզ շատ է սիրել, ուզում եմ ամենաշատ ես քեզ սիրել։ Ասեմ առաջ ինչ կլինի, ով ատ չեք զգա։ Դուք էլ այդպես արեք։ Ովքեր սիրում են Տիրոջը, ովքեր հավատում են Տիրոջը, նրանք կճաշակեն Տիրոջ քաղաքությունը։ Եղբայրներ քույրեր, այո մենք դրա համար ենք կանչված։ Կանչվել ենք դրա համար, որ Աստծո սիրենք։ Ինչպես սիրենք։ Քո Տեր Աստծո սիրիր։ Ինչպես ամբողջ հոգով, ամբողջ հոգով, ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ։ Էլ դեռ ինչ մնաց ուրիշի։ Աշխարհի մի բան մնաց։ Աշխարհի ապականությունը կարող է քեզ ջոյ բան անել։ Հարկավոր է փախնել աշխարհի ապականությունից։ Եղբայրներ քույրեր, որ մենք Աստվածային բնությանը հաղորդ լինենք։ Թող Աստված բանավորի ժամանակ հիմա թանկ է մեզ համար։ Ինձ համար ձեզ համար վաղօրը մի բան արեք։ Երբեք ծրագիրներ որ կա, երբեք չասեք սրանք կատարեմ, նոր կնվիրվեմ Տիրոջը, ոչ։ Այսօր է թույլ չար ժամանակը։ Այսօր է օրը, այսօր նվիրվեք, անմնացորդ սիրեք Տիրոջը եւ Տիրոջը չկան կուրախացնեք։ Ընտանիքում այդպես է սերը։ Եթե ամուսինը գիտի որ իր կինը շատ է սիրում, պետք է ուրախանա։ Եթե կինը գիտի որ ամուսինը շատ է սիրում, նա երբեք չի կարող տխրել։ Իսկ ինչքան դեպքեր կան, ինքը լավ գիտի, կինը լավ գիտի, իր ամուսինը իրան չի սիրում։ Գիտեք ինչ անը բերանը փակելու համար մեր կատ ոսկեղ են առում, տարիս մենք անում բերանը փակի, բայց սեր չկա։ Խելացի կին այդ ոսկեղելով չի ուրախանում։ Խելացի կին ուրախանում է, որ թեկուզ ամուսին ոչինչ չունի, բայց կարևոր է սիրում է։ Եղբայրներ քույրեր, թող Աստված փառավորի։ Ես կուզեմ մի հատ կարճ աղոթք կանենք, որ Աստվածային քաղցես երանուչասերը մեր մեջ փակավորի, մեր մեջ փառավորվի։